Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղում կաթի մթերման խնդիրն արդեն լուծվել է, մթերման կետ է հիմնվել։ Համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խոսքերով, եթե նախկինում գյուղացիները կաթը մշակում էին, մթերքը իրացնելու խնդիր էր լինում, հիմա արդեն կայուն եկամուտ կունենան։ Հիմա բնակիչները ունեն պահեստավորած պանիր, ունեն մաց, ունեն ինչպես իրացնեն, իսկ դա արդեն գիտեն, որ դա կայուն ֆինանսական եկամուտ է եւ կաթ մթերող, նույնիսկ հիմա մեր ֆերմերները պատմեն, որ կան դեպքեր, որ մինչեւ կաթը մթերելն էլ կաթ մթերող կազմակերպությունները ապառիկով գումար են տրամադրում, միայն թե կաթը իրենց մթերեն։ Կաթի մթերման կետը կնպաստի ոչ միայն փոքր տնտեսությունների, նաև անասնապահության զարգացմանը։ Կաթի վաճառքից ստացված գումարը կօգտագործե նաև տնտեսությունն ընդլայնելու նպատակով։ Այ խնդիրն այդ, որ մեր համայնքի փոքր անասնագլխաքանակ ունեցող բնակիչները չէին կարողանում իրենց կաթը իրացնել, որովհետև քանակը փոքր էր եւ այդ փոքր քանակի համար կաթ մթերող չէր մտնում համայնք։ Կաթի մթերման կետը ստեղծվել է ֆերմերային խմբի նախաձեռնությամբ։ Վաճառքի վերաբերյալ ֆերմերային խումբը ձեռք է բերել պայմանավորվածություն տարածաշրջանում գործող կաթ վերամշակող խոշոր ընկերության Էլոլա Փակ բաժնետիրական ընկերության հետ։ 1 լիտր կաթը կմթերվի 160 դրամով։ Ակնկալվում է, որ կաթի մթերման կետը տարեկան կմթերի մոտ 200 տոննա կաթ։ Դրանով իսկ ֆերմերները կարող են ստանալ մոտ 25 միլիոն դրամ եկամուտ, դա լուրջ աջակցություն է հենց ֆերմերներին։ Ասեմ, որ այս նախաձեռնությունը հենց ֆերմերներին է Քարահունջ համայնքի, նրանք ստեղծելով ֆերմերային խումբ նախաձեռնեցին այս կաթի մթերման կետի հիմնումը եւ իրենց վրա վերցրեցին ամբողջ աշխատանքները եւ հետագա կառավարման աշխատանքները։ Մթերման կետում առկա սառնարանը մոտ 1 տոննա 800 լիտր կաթ կարող է պահել, սառնարանի շնորհիվ հնարավոր կլինի մթերվող կաթի որակն անփոփոխ պահել։ Գորիսի տարածաշրջանում եզակի կաթի ընդունման կետն է, որտեղ կաթ են ընդունում, ջերմաստիճանը անմիջապես առեցնում է մինչև 4-3 նայաստե ընդունողը ինչքան է ուզում սառեցնի։ Քարահունջում կաթի ընդունման կետը հնարավոր է դարձել իրականացնել մոտ 10 միլիոն դրամի շրջանակներում։ Օրանժ հիմնադրամի ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության եւ համայնքի ներդրումների շնորհիվ։ Իրինա Յոլյան, Գևորգ Հայրապետյան, Գորիսից երկիրն այսօր։